ծառ տնկել, տուն կառուցել, երեխա ունենալ։ Երբևիցե մտածել եք հայ տղամարդու ուսերին որքան ծանր բեռ է դրած, օրվա ընթացքում քանի հազար միտք է պտտվում նրա գլխում։ Եթե դեռահասության տարիքից սկսենք, ինքնահաստատվել, որպես անձ ձևավորվել, շրջապատ ձեռք բերել, մասնագիտական ընտրություն կատարել, թե ապագայում ինչով եմ զբաղվելու, ոնց եմ ապրելու, բանակում ծառայել, զուգընկեր ունենալ, ամուսնանալ, երեխաներ ունենալ, սիրել, հարգել նրանց մասին հոգ տանել, կրթության տալ, քույր եղբայրների մասին հոգ տանել, ծնողների մասին հոգ տանել, լավ զավակ լինել, լավ զուգընկեր լինել, լավ եղբայր լինել, ազգիս համար լավը լինել, ինչ որ բան անել իմ ազգի համար։ Եթե նկատել եք հայ տղամարդու կյանքում շատ առանցքային դեր ու նշանակություն ունի լավ արտահայտությունը։ Նա փորձում է ամեն ինչում լինել լավը։ Նա փորձում է ընտանիքի բոլոր անդամների պաշտպանը լինել, բոլոր հարցերի լուծողը լինել, այսինքն պատասխանատվություն է վերցնում իր վրա։ Եվ հաճախ մենք զարմանում ենք, թե որտեղից են այսքան շատ հոգեբանական խնդիրները կամ ֆիզիկական խնդիրները, տագնապային խանգարումները, խուճապային գրոհները, դեպրեսիվ խանգարումները, քնի խանգարումները, այս հոգեբանական բարդությունները, դժվարությունները, խնդիրները հաճախ հենց պատճառներից մեկը կարող է լինել այն, որ հայ տղամարդը նա իր կյանքը չի միայն ապրում, նա պետք է բոլորի կյանքը իրենց հավասար ապրի եւ բոլորի կյանքում նա առաջին տեղում է, առաջին ու կարևոր դերն է զբաղեցնում, փորձում է բոլորի հարցերի լուծումը ինքը տալ, փորձում է բոլորի համար լինել լավը եւ այս ընթացքում նա սպառվում է, որովհետեւ ժամանակի ընթացքում, տարիքի ընթացքում մարդը չի կարող անդադար ծախսել, երբ որ տալ վերցնելու բալանսը խախտվում է, մարդը ձեռք է բերում հոգեբանական ու ֆիզիկական խնդիրներ կամ դժվարություններ։ Նաեւ այստեղ կարող են լինել մարդիկ, ովքեր ավելի մեծ բեռ կա, օրինակ պապական հայրական օջախը նաև վառ պահելը։ Տեսեք ինչքան կողքից, ինչքան բարդություններ ու դժվարություններ կա, որոնց լուծողը, միակ լուծողը կարծես դառնում է հայ տղամարդը։ Նաև ազգի համար ինչ որ լավ բան անելը, բանակում ծառայելուց բացի պատերազմական կամ նմանատիպ իրավիճակներում լինել իմ հայրենակիցների կողքը։ Եվ եթե այս տղամարդը չի կարողանում հանգստանալ, չի կարողանում իր առօրյայից կտրվել, չի կարողանում զբաղվել նաև իր հոբիներով, այլ միայն նա ծախսում է էներգիա, որպեսզի բոլորի կյանքը դարձնի բարեկեցիկ, այստեղ իր կյանքն է դուրս գալիս բարեկեցիկի դաշտից, այստեղ իր կյանքը վերածվում է մարտադաշտի։ Այստեղ նա կորցնում է իր խաղաղությունը, իր հոգեկան առողջությունը, ինչու՞ չէ նաև ֆիզիկական առողջությունը, եւ երբեմն նաև տարբեր կախվածությունների պատճառ կարող է լինել ալկոգոլիզմ, խաղամոլություն, թմրամոլություն, բոլորից այս կախվածությունների պատճառը նաև կարող է թաքնված լինել այստեղ։ Ինչ է պետք փորձել գոնե անել, փորձել ձեզ ժամանակ տրամադրել, փորձել բավականաչափ հոգ տանել ձեր մասին, խնամել ձեզ բերել առաջին պլան։ Եթե դուք ձեր մասին հոգ չտանեք, դուք մնացածի մասին չեք կարողանալու հոգ տանել, այրվելու եք, սպառվեք եւ այլևս չեք կարողանալու նրանց կյանքում ինչ որ բան անել։ Եվ սովորեք օգնություն խնդրել, սովորեք նաև ստանալ ինչ որ բան ձեր հարազատներից, թույլ տվեք նրանք ձեզ ժամանակ տրամադրեն, կամ եթե ձեզ համար անսովոր է, կամ դուք սովոր եք, օրինակ տեսնում եք միայն քննադատություն, պահանջներ, անդադար ձեզանից ինչ որ բան ստանում են, փորձեք ձեր անձնային սահմանների հետ աշխատել, փորձեք նախ ճանաչել ինչ է անձնային սահմանը, ինչ պետք է ես անեմ, որ չեմ անում, ինչու եմ ես անդադար փորձում լինել փրկիչ, ինչու եմ ես անդադար փորձում բոլորի կյանքի կարևորագույն հարցերը լուծել ինձանով, ես հնարավորություն տալիս եմ, որ իրենք էլ զարգանան, աճեն, ես հնարավորություն տալիս եմ, որ իրենք իմ ղադրը իմանան, իմ արժեքը իմանան։ Երբեմն մենք չենք իմանում մեր անձնային սահմանները, երբեմն մենք որպեսզի սիրված, հարգված լինենք, մենք դրա համար ավելի մեծ գումար ենք ծախսում կամ մենք վճարում ենք դրա դիմաց մեր հոգեկան ու ֆիզիկական առողջությունով, մեր ժամանակով եւ որը որ կարող է դառնալ անդառնալի, քանի դեռ բանը բանից չի անցել, փորձեք մի պահ ստոպ տալ, կանգ առնել եւ մտածել ինչն է ինձ բերել այս մրցակցության մեջ մտցրել, ինչ
drive է, այսինչ անդադար անվերջ շարժ է, որ ես չեմ կարողանում stop տալու կոճակը սեղմել եւ տեսնել ինձ, տեսնել իմ կյանքը, okay, մեր հարազատներն են, մեր բարեկամներն են, մենք բոլորին էլի սիրում ենք, այստեղ ոչ մեկ չի ասում, որ մի սիրիր քո հարազատին, քո բարեկամին, այստեղ հարցը նրանում է, թե դու այդ ինչ որ անվանում ես սեր, դու դրա դիմաց ինչ ես վճարում եւ ինչքանով ես գլխի ընկնում, որ դու այդ ընթացքում սպառվում ես ու քո կյանքից է դա գնում եւ հարգելիներս, եթե դուք եւս ձեր հարազատին, ձեր կողքի տղամարդուն փորձեք ավելի հարգանքով ու սիրով վերաբերվել, այլ ոչ թե պահանջկոտ լինել, կտեսնեք, որ այս եղանակով խնդիրները ավելի են քիչանում, հարաբերությունը ավելի կառուցողական է դառնում։ Այսքանը